Այդ օրը պետք է ամբողջ հայերը աշխարհով մեկ Վլադիվոստոկից գլանդել ապրեն Արցախով։ Այդ օրը սեպտեմբերի 2-ն է, 32 տարի առաջ Արցախն հռչակվեց անկախ հանրապետություն։ Արցախը կա, լինելու է ու մենք Արցախի համար պատրաստ ենք լինելու պայքարը տանել, նույնիսկ եթե այսօր ինչ որ միտեղ չի ստացվում մեր մոտ, բայց փնտրելու ենք ճանապարհը եւ ճիշտ է ճանապարհը գտնելու ենք։ Դժվար ճանապարհ կա դեռ անցնելու, բայց քաղաքագետը Արցախով մտահոգ մարդկանց այսօր մի կարճ ճանապարհ է առաջարկում։ Սեպտեմբերի 2-ին գնալ Երևանում Արցախի ներկայացուցչություն, հայկական երկրորդ հանրապետության դրոշի զինանշանի մոտ նկարվել, տարածել սոցհարթակներում, դրատվական տեղատարապ ստեղծել ու ասել ամենակարևոր բառերը։ Արցախ քո հետ եմ, Արցախ մենակ չես, Արցախ բառ, չգիտեմ, ինչ որ ուզում եք, ինչ որ ձեր սրտինն է լինելու, դուք ձեր սրտից մի խոսք ասեք։ Հանուն Արցախի, Արցախի համար, Արցախի հետ կարգախոսով հենց սեպտեմբերի 2-ին Երևանի սրտում, Ազատության հրապարակում երեկոյան ժամը 6-ին մեծ հանրահավաք է լինելու։ Հանուն Արցախի, Արցախի համար, Արցախի հետ, ձեռք ձեռքի բռունցքվելով ու միակամ։ Հայությանը հաղթանակ, պատիվ ու հպարտություն բերեց Արցախը, բայց հիմա անպաշտպան է ու դավաճանված, կարծում են հանրահավաքի կազմակերպիչները։ Ազատության հրապարակում հանրահավաքում լոկ Արցախի համար չի, որ մեր հայրենակիցը գալու է նույն Սյունիքի անվտանգության, նույն Վարդենիսի, նույն Տավուշի, նույն Բերդի տարածաշրջանի, նույն Երևանի անվտանգության համար։ Գեղամ Մանուկյանի խոսքով շրջափակված Արցախը 9 ամիս շարունակ դիմադրում է, իսկ Հայաստանում զուգահեռ ֆեստիվարված իրականություն է փորձում ստեղծել Փաշինյանի իշխանությունը, որն արդեն Արցախը բանավոր հանձնել է Ադրբեջանին։ Իրականում իշխանական քարոզչամեքենայի առկայության պայմաններում, երբ որ հայաստանյան կյանքը վերածվել է փառատոնների, շոուների, հանգիստ ինչ-որ սովորական կյանքի, բնականաբար Հայաստանում բարձրաձայնելու հայ հասարակության անհանգստությունը համախմբելու, մեկտեղելու, Արցախին, Արցախահայության կողքին կանգնելու, զորակցություն հայտնելու կենսական անհրաժեշտություն կա։ Ազատության հրապարակից աշխարհի բոլոր խաղացողներին պետք է հասկացնել, Արցախի այս վիճակը Հայաստանի համար անընդունելի է եւ Փաշինյանի թիմը չի կարող որոշել, որ 32 տարի առաջ ինքնորոշված ժողովուրդը պետք է հպատակվի Ալիևին։ Շատ հաճախ ուղղակի առօրյա կյանքում քաղաքացին մոտենում է ու զգում ես, որ սիրտը մղկտում է, երբ որ գիտակցում է, որ սովի վտանգ կա, երբ որ գիտակցում է, որ մարդիկ ժամերով հացի հերթ են կանգնում։ Ամեն մեկը այդ մղկտացող սրտով այդ օրը սեպտեմբերի 2-ին ժամադրավայրն է նաև Ազատության հրապարակը։ Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Աննա Կոստանյանը կլինի Ազատության հրապարակում։ Կոչս է, որպեսզի այդ օրը թեկուզ պարզապես սիմվոլիկ բնույթ կրի հանրահավաքը, ապա անպայման միանան։ Եթե նույնիսկ դա լինելու է մեկ օրով, այդ օրը պետք է ուժ ցույց տան քաղաքացիները, որ անտարբեր չեն համահայկական հարցերի համար։ Հայաստանի իշխանությունը նաև մեր երկրի թշնամիները շարունակելու են ամեն ինչ անել ժողովրդին թմբիրի մեջ պահելու համար, վստահ է նախկին падգամավորը։ Մեր հայրենիքի մյուս հատվածում ապրող մեր հայրենակիցները ծանր օրհասական իրավիճակում են եւ ապագայում հնարավոր է նաեւ մենք հայտնվենք այդ իրավիճակում։ Սյունիքի մարզում հայտնվեն Սարերի հետևում, չի Վայոց ձորում, Տավուշում, ինչու ոչ նաեւ Լոռիում։ Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հանուն Արցախի հանրահավաքի կազմակերպիչները սպասում են բոլորին։ Ով մասնակցում է, մնացած բոլոր պատճառաբանությունները, լինի քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, թե մեր ցանկացած հայրենակից, իրականում ես կկոչեի փարիսեցություն։ Որովհետև Արցախի անկախության օրը Ազատության հրապարակ չգնալը, ըստ Մանուկյանի, կնշանակի չգիտակցել, որ արցախցիները այսօրվա իրենց մաքարումով նաև հայաստանցիներիս անվտանգությունն են ապահովում։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքին միանալու կոչեր են հնչում նաև շրջափակված Արցախից, որտեղ պայքարում են, որ չբացվի Աղդամ Ստեփանակերտ իրենց խոսքով մահվան ճանապարհը։ Սեպտեմբերի 2-ին ամբողջ աշխարհի հայությունը գխնդրվի իշխան փողոց ցայնը պարսացնեն, որ ցույց տան, որ բոլոր աշխարհին եւ Արցախահայության, որ մենք մինակ չենք։
Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան եւ Իրինա Գևորքյան, Հայլուր։